Գարեգին Նժդե, հոդվածներ։ Մեր նոր սերունդը։ Ցեղակրոնությունը ցեղի հավիտենականի գաղափարը տեղ չգտավ որոշ տարրերի, ճերմակ եւ կարմիր մարքսական եւ նման այլ հոգեվոր աղբով լցված հոգիների մեջ, որով մեր նոր սերունդի անցեղակրոն մասը շարունակում է գերի մնալ մարդկային եւ ազգային մտքի եւ սրտի ապականարար, խորթ եւ պառակտիչ վարդապետությունների։ Ինչու եւ մինչեւ երբ այդպես։ Հինը թեև աններելի, սակայն հասկանալի մի արդարացում ունի, ստրկությունն է օրորել նրա օրորոցը։ Հայոց թերիները ստրկության թերիներն են, ասել է Բայրոնը։ Տևական անապահովության ու վախի վարչաձևի տակ ապրող անգամ ամենաստեղծագործ ժողովուրդները դառնում են նեղմիտ, ներքնապես չար ու անհամերաշխ։ Ապա տարագրությունը, օտար միջավայրը ու օտար արժեքների ազդեցությունը կարելի է մասամբ զինաթափել սեփական ցեղի սրբությունների եւ արժեքների ուժով։ Նման ծանր պայմաններում, որ հայերը սովորեցին ապրել նաև առանց հայրենիքի, սովորեցին երջանիկ լինել եւ Հայաստանից դուրս, հին սերունդի անցեղակնիկ մասը պիտի դառնար այն, ինչ որը այսօր ամոթալիորեն անդեմ, պառակտված ու անզոր, որ ասել է մեռյալ հայի կյանքի տեսակետից։ Ուր է ելքը։ Պատմությունը չգիտի ավելի մեծ, ավելի վսեմ, ավելի սուրբ գործ, քան ապագայով վտանգված մի ժողովրդի վերանորոգումը։ Եվ իբրև վերանորոգիչ ուժ միշտ էլ հանդիսացել է իր նոր կոչումի գիտակցությամբ զորավոր նոր սերունդը։ Այսպիսին կարող է դառնալ մեր նոր սերունդը, պայմանով, որ նա գիտակցելով եւ զգալով այն բոլոր կապերը, որոնք նրան դարձնում են անբաժանելի իր ցեղից, իր ցեղային տարերքից, ջիքաներ ազատվելու իր բազում թշնամիների ազդեցությունից։